Հայկ Կոնջորյան։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, պարոն Վարդևանյան, ես ժամանակ առ ժամանակ ձեզ լսելով մի պահ մոռանում եմ ձեր խոսքից ելնելով, որ դուք իրավաբան եք, որտեղ դուք անդադ խոսում եք իրավական որոշակիությունից, փաստերը չխեղաթյուրելու կարևորությունից, բայց նենց հեշտությամբ եք խեղաթյուրում ակնհայտ փաստերը, որ ես անկեղծ ասած որոշել եմ ելույթս հանել։ Բայց դուք հենց սկսեցիք, ես հասկացա, որ մի քանի բան պետք է ասել, որպեսզի առնվազն ձեզ ուղենք։ Առաջինը, որ ասում եք, դուք իշխանության եք եկել, հարգելի գործընկերներ, խնդրում եմ այդտեղ լռություն, պարոն Գրիգորյան։ Դուք կարծեմ ելույթ ունեք գրանցված, կխոսեք։ Երբ որ ասում եք իշխանության եք եկել այն բանով, թեզով, որ նույն անձը 10 տարուց ավել չի կարող ղեկավարել եւ այլն։ Նախ նման թեզ, նման կարգախոս չի եղել։ Փաստ եւ կեղծիք մեկ, որը որ դուք այստեղից ասեցիք։ Եղել է մի րոպե, խնդրում եմ, փաստերի նկատմամբ մանավանդ դուք որպես փաստաբան, փաստաբան, փաստ։ Խնդրում եմ մի րոպե, պարոն Վարդևանյան։ Հիմա ժանրի կանոններով դուք ինձ չպետք է պատասխանեք։ Ասվել է հետեւյալը, որ մենք չենք կարող թույլ տալ, որ Սերժ Սարգսյանը գնա իր երրորդ ժամկետին։ Դա բոլորովին այլ բան է, որովհետև Հայաստանի սահմանադրությունը սահմանադրական արգելք սահմանում է նախագահի ընտրության համար, նախորդ սահմանադրությունը։ Եվ Սերժ Սարգսյանը սահմանադրությունը, նոր սահմանադրությունը, գործող սահմանադրությունը փոփոխությունների ենթարկելով, որոշեց գնալ երրորդ ժամկետի վարչապետի պաշտոնում։ Ընդ որում դրանից առաջ նա հստակ հայտարարել էր, որ ինքը չի պատրաստվում գնալ եւ չի պատրաստվում հավակնել վարչապետի պաշտոնին։ Երևի այդ նույն ժամանակներն էին, երբ որ դուք աշխատում եք որպես Կարեն Կարապետյանի ավակ օգնական։ Ու նույնիսկ ենթադրվում էր այդ ժամանակ հանրապետական կուլիսներում, որ այդ Կարեն Կարապետյանը պիտի լինի իրենց ապագա թեկնածուն։ Բայց հետո տարբեր բաներ, վերաձևակերպումներ արեցին, այնտեղ ստեղծեցին առաջին փոխվարչապետի պաշտոն, որ Սերժ Սարգսյանը գա վարչապետ, բայց դե Կարեն Կարապետյանին չէին կարա տանեին սովորական փոխվարչապետ, դրա համար պետք է նա լիներ առաջին փոխվարչապետ։ Դուք էլ ներողություն այդ ժանրի կանոններով կլինեիք առաջին փոխվարչապետի ավակ կամ առաջին օգնական։ Դրա մասին է խոսքը եղել։ Սահմանադրական արգելքը վերաբերել է նախագահին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունից որ մեջբերում եք անում, այո, Ջորջ Վաշինգտոնը ինքը կամովին երկրորդ անգամից հետո հրաժարվեց երրորդ անգամ առաջադրվել որպես Միացյալ Նահանգների նախագահ եւ ավանդույթի ուժով, այո, դա Միացյալ Նահանգներում գործող կանոն է։ Ֆրանկլին Ռուզվելտի օրինակն էլ այո ճիշտ վերեցիք, բայց դա նախագահական համակարգով երկրների մասին է։ Այսօրվա գործող սահմանադրությամբ դուք որ անդադ միշտ պաշտպանում եք սահմանադրական կարգը, սահմանադրությունը եւ այլն։ Այսօրվա գործող սահմանադրությամբ նույնիսկ որևէ սահմանադրական արգելք գոյություն չունի նույն անձի երկու անգամից ավել վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում, նաեւ ինչու, որովհետեւ ժողովուրդը առաջնային մանդատով ուղղակի չի ընտրում հանրապետության վարչապետին, ժողովուրդն ընտրում է կուսակցությանը, հետո կուսակցությունը կամ արդեն ազգային ժողովը, խմբակցությունը ազգային ժողովի համամասնությամբ ընտրվում է վարչապետ։ Ախր սա այբուբեն է, քաղաքական այբուբեն է, պարոն Վարդևանյան։ Եվ նույնիսկ օրինակներ կան տարբեր երկրներում, ամենահայտնի օրինակը Անգելա Մերկելն է Գերմանիայում, մի ուրիշ օրինակ կա Թոնի Բլերը Մեծ Բրիտանիայում, որը եթե չեմ սխալվում 3 անգամ ընտրվել, օրինակ կա Ավստրալիայում, որը եւս պարլամենտական երկիր է, օրինակ կա Նիդերլանդներում, որը եւս պարլամենտական երկիր է։ Բազմը պարլամենտական համակարգերը տարբերվում են նախագահական նախորդ մեր համակարգերից, որովհետեւ այդ դեպքում նախորդ մեր համակարգում ժողովուրդը առաջնային մանդատով գնում ընտրում էր նախագահ, ու դրա համար էլ այո, այդ սահմանադրական արգելքը սահմանվել էր։ Հիմա ասենք օրինակ ես անիմաստ 4.5 րոպե ժամանակ ծախսեցի այս այբուբենը բացատրելու համար էստեղից։ Բայց դուք ես վստահ եմ, որ դուք դա գիտեք։ Բայց դուք փաստերի նկատմամբ բան եք, սելեկտիվ եք։ Այնպես սելեկտիվ եք, ինչպես որ երբ որ ասում եք, որ մեր կառավարությունը 3 պատերազմ ա բերել։ Եվ դրանով դուք փաստորեն շարունակում եք Ռոբերտ Քոչարյանական, Սերժ Սարգսյանական ավանդույթը, որը որ Հայաստանի Հանրապետությանն է մեղադրում պատերազմը սկսելու մեջ։ Դուք որ ամեն օր գալիս եք այստեղ եւ խոսում եք պատերազմից, խոսում եք երրաբլուրից, խոսում եք զոհերից, երբեմն ձեր գործընկերներն էլ զոհերի թիվը 1000-ով կամ 2000-ով ըստ իրենց ճաշակի նախընտրությունների կամ դրանց բացակայության
ավելացնում են։ Հիմա էլ գալիս ու շարունակում եք այդ ավանդույթը եւ ասում եք, որ բան, 3 պատերազմ ենք բերել, դրանով մեղադրանքը դնելով Հայաստանի Հանրապետության վրա։ Դուք այնքան շատ եք ատելությամբ լցված մեր կուսակցության եւ վարչապետի նկատմամբ, որ ձեր ատելությունը չեք էլ հասկանում, թե ոնց տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության վրա։ Որտեւ դուք մեղադրում եք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե քաղաքացիական պայմանագրին։ Ասում եք բան, պարոն Վարդևանյան, նայեք ինչ եք ասում։ Ասում եք դուք բորբոքվել եք պատերազմի վերքը, որպեսզի իշխանության գաք եւ այլն եւ այլն։ Վերքերը բորբոքել, երբ որ ասում եք, ես ակամա հիշում եմ երկու բան։ Առաջի բանը հիշում եմ 2021 թվականի, երբ որ դուք Հայաստան Դաշինքի ցուցակում եք եւ Հայաստան Դաշինքը իր նախընտրական գովազդում բայրակթարների կադրերն էր դնում, թե ոնց են հայ զինվորներին սպանում եւ այդ ցավը բաներ անում, քաղաքականապես կապիտալիզացնում էր, որպեսզի ձայն ստանար, իշխանությունը վերցներ։ Հետո մեկ էլ հիշում եմ 2026 թվականը, որ դուք ուժեղ Հայաստանի ցուցակում նույն տեխնոլոգիան օգտագործելով 300,000 ադրբեջանցիների կեղծ թեզն էիք տարածում հասարակությանը, հանրությանը ահաբեկելով, որպեսզի կարողանաք Հայաստանում իշխանություն վերցնել։ Հիմա ով է ինչը բորբոքում, ով է էմոցիան բորբոքում, ով է վերքը բորբոքում։ Դուք այդ վերքը, դուք այդ դժբախտությունը դրել եք արդյունաբերական ռելսերի վրա։ Դուք մահվան վաճառականությամբ եք զբաղվել, ընդ որում ձեր նախորդ խմբակցությունը, ձեր ներկա խմբակցությունը։ Եվ այդ է մեր ու ձեր ու գալիս եք ասում եք հաղթանակած, մենք հաղթել ենք, ի՞նչն եք։ Վարչապետը դրա մասին խոսած, ես տարբեր առիթներով խոսել ենք, էլի։ Բա ո՞նց է եղել, որ ձեր հաղթած նախագահները բոլոր ընտրություններում պարտվել են սեփական ժողովրդին, ո՞նց։ Լավ, բայց ձեր մտքով չի անցել, բայց հաղթած նախագահները, որ գալիս են սեփական ժողովրդին, պարտվում են, ու հետո ժողովրդի կամքը ոտնահարում են, ասպատակում են սահմանադրությունը, բռնազավթում են իշխանությունը, բա դա ձեզ մտածելու տեղիք չի տալիս։ Ձեզ մտածելու տեղիք չի տալիս, որ դուք ասում եք պարտված ղեկավարը պիտի հեռանա։ Մենք էլ ասեցինք շատ լավ, եկեք գնանք ընտրությունների։ Դուք մեզ տևական ժամանակ համոզում եք, ասում եք, չէ, ընտրության պետք չի գնալ։ Թող բանը իմ քայլը խմբակցությունը ընտրի բան, քաղաքական դամբարանից հանել եք մեկին բերել եք, որը ոչ մի կապ չուներ ընտրական process-ի հետ։ Ասում եք, չէ, թող իրան ընտրի։ Քաղաքական նեկրոֆիլիա, հա։ Հետո գնացինք ընտրությունների մասնակցեցինք եւ ժողովուրդը ձեր ասած պարտված իշխանությանը ընտրեց, որովհետեւ ժողովուրդը գիտի ճշմարտությունը։ Դեռ ժողովուրդը գիտի ճշմարտությունը։ Ասում եք, որն է ձեր ձեռքբերումը մեզ նկատի ունելով։ Մեր ձեռքբերումը ասել ենք տարբեր առիթներով։ Մեր ձեռքբերումն է նա, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդի միջից։ Մեր ձեռքբերումն է նա, որ մենք Հայաստանը աշխարհաքաղաքական առևտրի զոհասեղանից վերցրել ենք։ Որ մենք Հայաստանը դարձնում ենք ինքնիշխան պետություն, որն ունի իր շահերը, եւ ինքը գնում է եւ այդ աշխարհաքաղաքական առևտրի մեջ, եթե շատ բան լեզվով ասենք, գնում է եւ ինքն առաջարկում է իր ունեցածը։ Եվ ինքն իր շահերի տեսանկյունից է նայում եւ չի թելադրվում ինչ որ մեկի կողմից։ Մեր ձեռքբերումն է նա, որ մենք Հայաստանը ամեն ինչ անում ենք, արել ենք, որ դադարի լինի մարիոնետական պետություն, որի մասին այսօր նաեւ վարչապետը խոսեց։ Այդ դրա մասին է խոսքը։ Ես իրականում այսքան ելույթ չէի ունենալու, որովհետեւ մեծ մասը ինչ որ ասացի, բազմաթիվ անգամներ ասել ենք, բայց ես չեմ կարողանում ամեն անգամ դասել, երբ որ գոնե դուք, պարոն Վարդևանյան, գոնե դուք այդ բանը մի ասեք։ Նախագահ, վարչապետ, 2 ժամկետ, 3 ժամկետ, դրանք այնքան պրիմիտիվ բաներ են քաղաքականության մեջ, որ որոշ այլ գործընկերներ ասեն, հիմա անվանապես չեմ ուզում ասեմ, ես կարող ասեմ, դե լավ, քաղաքական անփորձություն է, չեն կարդացել պարոն Վարդևանյանին կասեն ինքը կպատմի, բայց երբ որ պարոն Վարդևանյանն է գալիս եւ այստեղից sense բաներ խոսում, անհնար է ուղղակի դրա մասին չխոսել եւ չարձանագրել։ Ընդ որում այս թեմայով էլի իմ գործընկերները բան էին արել, արձանագրում արել էին, բայց դուք միևնույն է շարունակում եք համառորեն պնդել, որ այ 14 տարվա ես նորի օրինակները բերեցի Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Նիդերլանդների, հիմա այս անուն ազգաններով այդ նախորդ վարչապետների, հիմա այստեղ բան չանեմ, ժամանակը երկար է։ Դուք կարող եք գնալ, փնտրել եւ գտնել, որովհետեւ դա այսօր շատ հայտնի եւ հանրահայտ փաստեր են, որոնց մասին կարելի է տեղեկանալ։ Շնորհակալություն։ Ջրի հարցը ընդմիջումից հետո վստահ եմ, այո, վստահ եմ, որ կլուծվի։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հաջորդ ելույթի համար Ալխաս Ղազարյան։
Շնորհակալ եմ, հարգելի